Ոնց եք վերաբերվում աշխատակցին հեռացնելուն։ Գիտես, շատ ղեկավարներին տանջող հարց է։ Շատ ղեկավարներ կան, որոնք լավ չեն զգում աշխատանքից հեռացնելուց, նույնիսկ չեն կարողանում։ Մի դեպք հիշեցի, մի երիտասարդ աղջկա ուսանող էր դեռ, տնտեսական խանութների ցանցում էր աշխատում, մենք մեր Այվազան Partners-ով այդ ցանցի բիզնեսի զարգացումն էինք իրականացնում։ Այս աղջիկը սիստեմատիկ ուշանում էր, անուղելի ուշացող էր, ստիպված և գործի մեջ էլ որոշակի խնդիրներ ուներ, ստիպված հեռացրեցի աշխատանքից։ Անցավ մոտ 2-3 ամիս, մի օր ինձ ասեցին, այդ աղջկա մայրն է եկել, ես մինչև հասա իմ սենյակը, ճիշտն ասած ինչ ասես մտածեցի, վախեցել էի, որ աշխատանքը կորցնելուց հետո այդ աղջիկը ոնց որ մի դեպրեսիա եկած չլինի, մի վնաս տված չլինի իրեն, բայց երբ որ հասա արդեն այդ աղջկա մայրիկին, հանգստացա, որտեղ ժպտալով դիմավորեց ինձ։ Հետո, երբ որ արդեն սենյակում զրուցում էինք, ասեց եկել եմ հատուկ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որովհետև աշխատանքից հեռացնելուց հետո իմ աղջիկը դարձել է ավելի կարգապահ, ավելի կոկիկ, տանը ավելի շատ է գործանում և երբեք չի ուշանում նոր աշխատատեղում արդեն գործի ընդունվել, այսքան ժամանակ երբեք չի ուշացել, իհարկե կարճ ժամանակ էր անցել։ Ես օրինակ աշխատանքից հեռացնելը կարող է մարդու կյանքում բան փոխել, մարդու մոտ սովորություն ու բնավորություն փոխել։ Ինչ վերաբերում է ղեկավարներին, որ չեն կարողանում աշխատակից հեռացնել աշխատանքից, արդեն լավ ղեկավար չեն, որովհետև ղեկավարը պատասխանատու է բաժնի թիմի բնականոն արդյունավետ աշխատանքի համար, և եթե որևէ աշխատակից իր տեղում չի արդարացնում իրեն, ես պոստ բառն եմ սիրում, իր պոստում չի և իր պոստը լավ չի պահում, անվերջտ է փոխել։ Եվ եթե նման աշխատակիցները շատ են թիմում, բաժնում, այսինքն ոչ արդյունավետ աշխատակիցները, ապա էլի ղեկավարի խնդիրն է, որովհետև լավ և արդյունավետ աշխատակից կամ վատ աշխատակից ընդունում է ղեկավարը, որքան էլ որ շատ ընկերություններում HR-ները ազդեցություն ներգործում են ունենում աշխատակից ընդունելու համար, ամեն դեպքում բաժնի պետը խիստ մեծ դեր պիտի ունենա այդ հարցում։ Մի խոսքով լավ կամ վատ աշխատակից ընդունում է ղեկավարը, այդ լավ կամ վատ աշխատակցին սովորեցնում է և ադապտացնում է ղեկավարը և պիտի ադապտացնի ու սովորեցնի, և եթե չի ստացվում այդ աշխատակցի մոտ, ապա հեռացնում է ղեկավարը, իսկ եթե նման աշխատակիցները շատ են, անհրաժեշտ է հեռացնել ղեկավարը, այսպես։